Ողջույն, եթերում ռեգիոն տարածաշրջանային լուրեր հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինված ուժերը 13-րդ նորն անընդմեջ գիշերային հարվածներ են հասցնում Իրանի տարածքին։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ թիրախավորվել են ռազմական հրամանատարական կենտրոններ, անօդաչու թռչող սարքերի պահեստներ, կապի ցանցեր և ծովային ռազմական օբյեկտներ, Հորմուզի նեղուցում անվտանգությունն ապահովելու նպատակով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ վեճի ընթացքում նավերին կամ բեռներին հասցված ցանկացած վնասի ֆինանսական ծախսերի համար պատասխանատվություն կկրի Իրանը։ Այս մասին նա գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։ Սույնով հայտարարվում է, որ այս պահից սկսած և մինչև հետագա ծանուցումը, նավերին, բեռներին կամ դրանց հետ կապված ցանկացած վնասի հատուցումը կիրականացվի Իրանի ֆինանսական այն միջոցներով, որոնք գտնվում են Միացյալ Նահանգների տնօրինության և վերահսկողության ներքո։ Չնայած այն հանգամանքին, որ վնասները կարող են լինել զգալի չափերի, այս քայլը համարվում է արդար և հավասարաչափ լուծում։ Ի պատասխան Թրամփի հայտարարության Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին իր սոցիալական ցանցում գրել է. Մեկ պետության ակտիվների բռնագրավումն ու դրանց օգտագործումն այլ նպատակներով վտանգավոր նախադեպ է, որը կարող է խարխլել սեփականության անձեռնմխելիության հիմքերը։ Նրանք, ովքեր այսօր դա արդարացնում կամ դրանից օգուտ են քաղում, պետք է գիտակցեն, երբ բռնագրավումը դառնում է նորմ, վտանգի տակ են հայտնվում բոլոր ակտիվները։ Հետևանքները կարող են լինել լուրջ և ապակայունացնող։ Իրանի զինված ուժերն էլ հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Բահրեյնում և Հորդանանում տեղակայված ամերիկյան ռազմական օբյեկտներին, նախազգուշացնելով, որ Իրանի շահերի դեմ գործողությունները կվտանգեն տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը։ Ռուսաստանն այլևս չի կարողանում նախկին ծավալներով նավթ և գազ մատակարարել իր ավանդական գործընկերներին ուկրաինական հարվածների արդյունքում նավթավերամշակման գործարաններին պատճառված վնասների հետևանքով։ Այս մասին Գերմանիայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ավանդական մատակարարման շղթաները խաթարվել են։ Նավթավերամշակման գործարանների շարքից դուրս գալու պատճառով Ռուսաստանը չի կարող այնքան նավթամթերք արտահանել հիմնական գնորդներին, որքան կցանկանար։ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է փոխարինել Ռուսաստանին եվրոպական էներգետիկ շուկայում և զգալի ավելացնել մատակարարումները, եթե եվրոպական բանկերը վերսկսեն նավթագազային և ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորումը։ Իլհամ Ալիևի այցը Գերմանիա ուղեկցվել է բողոքի ակցիաներով։ Բեռլինում բնակվող ադրբեջանցի քաղաքական էմիգրանտները դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ ակցիա են անցկացրել Գերմանիայի կանցլերի գրասենյակի առջև։ Ակցիայի մասնակիցները Իլհամ բռնապետ վանկարկումներով պահանջել են Ադրբեջանում քաղբանտարկյալներին ազատ արձակել։ Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում իրականացրել է մաքսային համակարգի տեխնիկական կարգավորում։ Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, երրորդ երկրների միջոցով Հայաստանի հետ իրականացվող ներմուծման, արտահանման և տարանցիկ գործընթացների մաքսային հայտարարագրերում կարող է կիրառվել Հայաստանի պաշտոնական կոդը 077-ը։ Հնարավոր է դարձել Թուրքիայի միջոցով երրորդ երկիր, իսկ այնտեղից Հայաստան ուղարկվող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ծագումը նշել որպես Հայաստան-Թուրքիա։ Համաձայն մաքսային գլխավոր վարչության հրահանգի գործող օդային տրանսպորտային համակարգից բացի տեխնիկական ենթակառուցվածքում ներառվել են նաև ճանապարհային, ծովային և երկաթուղային տրանսպորտային միջոցները։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թուրքիան օգնել է, որպեսզի կանխեն Իրանի դեմ իրանական քրդական զինված խմբավորումների միավորումը ԱՄՆ-Իսրայել պատերազմին։ Նա պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատերազմի 4-րդ օրը կապ է հաստատել քրդական խմբավորումների ղեկավարների հետ և փորձել նրանց համոզել աջակցելու իրենց Իրանի տարածք ցամաքային ճանապարհով ներխուժմանը։ Թուրքիան շատ արդյունավետ դերակատարում է ունեցել գործընթացում։ Թուրք քաղաքական գործիչները բանակցություններ են վարել ամերիկացիների հետ և կոշտ դիրքորոշում հայտնել այս հարցի վերաբերյալ։ Համատեղ ջանքերի շնորհիվ ձախողվեց Իրանը պառակտելու և ներքին անկարգություններ հրահրելու դավադրությունը։ Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետ գեներալ-մայոր Շալվա Շենգելիայի գլխավորած պատվիրակությունը երրորդյա այցով Հայաստանում էր։ Նրան ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը։
Ըստ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, հանդիպման ընթացքում վերահաստատելով նախորդ տարվա հոկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները, կողմերը ներկայացրել են իրենց ստորաբաժանումների կառուցվածքը, գործառույթները եւ գործունեության առանձնահատկությունները, քննարկել համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման եւ գործընկերային հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները։ Ադրբեջանն ու Վրաստանը միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների համար պաշտոնապես սկսել են օգտագործել էլեկտրոնային թույլտվությունների e-permit համակարգը։ Այս մասին հաղորդում է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության ցամաքային տրանսպորտի գործակալությունը։ Վրացի փոխադրողներն էլեկտրոնային թույլտվությունները կկարողանան օգտագործել նաեւ Ադրբեջանում։ Ցամաքային տրանսպորտի գործակալության տնօրեն Բակուր Միկաձեի խոսքով նոր համակարգին անցումը զգալիորեն պարզեցնում է վարչական ընթացակարգերը, արագացնում փաստաթղթերի մշակումը եւ երկրների միջև տվյալների փոխանակումը դարձնում է ավելի անվտանգ։ Վրաստանում կստեղծվեն օտարերկրացիների տվյալների միասնական նոր բազա եւ ռեեստր, օտարերկրյա քաղաքացիների հաշվառման եւ երկրում նրանց իրավական կարգավիճակի վերահսկման համար։ Նոր կարգավորումները ներդրվում են օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին օրենքում կատարված փոփոխությունների շրջանակներում։ Օրենսդրական համապատասխան փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։ Տվյալների բազայում առկա տեղեկատվությունն ու փաստաթղթերը կլինեն փակ։ Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտնել է, որ ըմբշամարտի Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականները կմասնակցեն հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Ազատ ոճում Հայաստանը կներկայացնի 6, հունահռոմեական ոճում 10 ըմբիշ։ Ռեգիոն տարածաշրջանային լուրեր հաղորդաշարի այսօրվա թողարկմանը նախապատրաստել էինք այսքանը։ Կհանդիպենք արդեն հաջորդ շաբաթ։